այդ անբդուղ ծառերը եղած եք 30 տարիներ շարունակ։ Եվ ամենակարևորը, դադարք թողած դեղերը դուք այսօր կմեղադրեք, թե ինչու են դադարք։ Ահա ճշմարտության սուրբ բացահայտումը, երբ հողը ամայի կթողիկ, անպայմանորեն փուշ ու դադասք պիտի փուսնի։ Նույնպես հալ երբ եկեղեցին իր բարդականությունը չի կատարեր, հոգիները դադարք պիտի թողվին, այլ ուժեր պիտի կան եւ լեցնեն այդ դադարությունը։ Այսօր դուք կմեղադրեք կամ մեղադրանք կուղեք ժողովրդի հոգին դադարք է, բայց ով դադարք թողեց այդ հոգին։ Ձեր չարաշահումներով, ձեր անկործությամբ ու ձեր գեղձավորությամբ դուք այրեցիք այն ներսի գրագը, որ պետք է առաջնորդեր ժողովուրդը։ Իսկ երբ լույս չկա, խավարը բնականաբար պիտի ծածկե։ Աղանդները լեցուցին այն, ինչ դուք թողուցիք, եւ այսօր ձեր բերանով կմեղադրեք ուրիշները, բայց մեղքը մաքուր ու միանշանակ ձեր վրա է։ Սուրբ Գիրքը կսորվեցնե, թե դունը երբ դադարք է եւ մաքուր չէ բահված, չար ոգին կվերադառնա եւ իր հետը կբերե 7 ուրիշներ։ Ապա պատկերը մեր իրականության այս է. դուք դադարեցիք դունը, չմաքրեցիք, չլեցուցիք Սուրբ Հոգիով եւ հիմա ձեր մեղքով բազմապատիկ չարիք ներս մտած է։